Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ 13 միլիարդ 581 միլիոն դրամ ճիշտ այսքան է կազմում Հայաստանի պետական պարտքը 2025-ի մարտի 31-ի դրությամբ։ Ըստ ֆինանսների նախարարի 2024-ի դեկտեմբերի 31-ի համեմատ պետական պարտքն աճել է 4.4%-ով։ Գանք տնտեսությանը 2025-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ 65.4 եւ 51.2%-ով են նվազել համապատասխանաբար արտահանման եւ ներմուծման ծավալները Հայաստանում։ 2025-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում գրանցվել է 3.3% գնաճ, իսկ հունվարի համեմատ 0.5%։ Փոխարենը 2025-ի մարտին 2024-ի մարտի համեմատ մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձն է աճել 8.3%-ով, իսկ 2025-ի փետրվարի համեմատ 17.1%-ով։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025-ի մարտի դրությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 333.250 դրամ։ Շոշափելի աճ դատապարտվածների թվաքանակում 2024-ին դատապարտվածների թիվը կազմել է 6179 մարդ 2023-ի համեմատ աճելով շուրջ 2 անգամ։ Ընդ որում, միայն Երևանում դատապարտվածների թիվը 2024-ին 2023-ի համեմատ աճել է 84%-ով, կազմելով 1503 մարդ։ Եվ վերջում ծխախոտի արտադրությանը վերաբերող խստացումների մասին ազգային ժողովից են հիշեցնում, որ արդեն ուժի մեջ է օրենքը, ըստ որի նախորդ տարվա իրենց ամբողջ հասույթի շուրջ 1%-ը ստիպված կլինեն վճարել այն տնտեսվարողները, ովքեր ծխախոտի տուփի վրա չեն տեղադրի ծխելու հետևանքների մասին զգուշացնող գրաֆիկական պատկերներ։